գրված է, որ փոխանցել ձեզ սիրելիներ, դա Սուրբ Հոգու ջրերի, Սուրբ Հոգու աղբյուրների մասին է, որ իմ ու քո մեջ դրված է։ Գիտեք, մեր մեջ Սուրբ Հոգու աղբյուր կա։ Դու համաձայն ես, դու գիտես այդ մասին։ Դու գիտես, թե մոռացել ես, լսել ես, հիշում ես, որ կա, բայց այդ աղբյուրներից չէր օգտվում։ Երբեմն գնացել ես ջուր ես հանել այդ աղբյուրից։ Շատ լավ էր, ոգևորված էր, Սուրբ Հոգու աղբյուրը, ալիքը, ջրերը քո մեջ էին, խառնված էին, դու ուրախ էիր այդ ջրերով, դու ուրախ էիր, որ դու ջուր ունեիր։ Ու ինչ որ ժամանակ հետո դու տեսնում ես, որ այդ աղբյուրը քո մեջ ինչ է եղել, մարել է։ Կամ ավելին, այդ աղբյուրը քո մեջ անընդհատ սկսել է ջուր տալ, դու թարմություն ես վերցրել, ինչ որ ժամանակ հետո հոգնել ես, ինչ որ ժամանակ հետո մտածել ես, թե լավ է, կգնանք եկեղեցի, ամեն մեկը մի խոսք կդա, պատկան կլսենք, կստացվի ինչ որ մի բան, եւ քո անձնական է, քո սեփական ջրերը մոռացել ես, բայց ուզում եմ քեզ ասել սիրելիս, քո ներսը Սուրբ Հոգու ջրեր կա, քո ներսը Սուրբ Հոգու աղբյուր կա, որ դու կարիք ունես բխեցնել, քո ներսը ագունք կա, որին դու կարիք ունես անդրադառնաս, դու շատ անգամներ այդ աղբյուրներից խմելով կշտացել ես, այդ աղբյուրներից խմելով զորացել ես, այդ աղբյուրներից խմելով բավարարվել ես, լեցվել ես, բայց ժամանակ կա, որ քո կյանքի մեջ չորություն կա։ Եվ դու նայում ես քո շուրջ բոլոր, ասում ես, վայ ինձով ջուր կդա, ես ինչին վազեմ, են ինչի մոտ գնամ, են ինչը ասեմ։ Հիսուսը այսօր քո կողքին է։ Հիսուսը այսօր քեզ հետ է։ Դու էլ այդ աղբյուրի մոտ, բայց ծարավ։ Հիսուսը քեզ ասում է ջուր դուր։ Հիսուսը քեզ ասում է ջուր դուր։ Ջրի աղբյուրը քո մեջ է, եւ դու ասում ես, նայում ես, ասում ես, ես ինչպես տամ, այս մարդը ինչպես է հանելու։ Այն ջուրը, որը քո ներսը կա, հավիդենական ջրեր է, սիրելիներ։ Այն ջուրը, որը քո ներսը կա, որ Հիսուսը եկել է քեզ հուշի, ասի, որ քո ներսը հավիդենական ջրեր կա, դու ծարավ չես մնալու, դու չոր ու անապատի մեջ չես մնալու, քո հոգևոր սերմերը ոչ թե մեռնելու են, այլ այդ ջրերով թրջվելու են եւ ծլելու են, ծաղիկ են տալու, պդուղ են տալու, տերևը չի չորանալու, այդ ջրերի կարիք այսօր դու ունես, որ քո ներսից բխեցնես, սիրելիս։ Այսօր դու հանդիպում ունես Քրիստոսի հետ։ Միգուցե աղբյուրի մոտն ես, անապատում, տապի ժամանակ, չգիտեմ որտեղ ես հասել եւ որտեղ ես կանգնած, Հիսուսը այսօր քո կողքին ասում է հավիդենական կյանքի ջրերը բխեցրու քո ներսը։ Այդ ջրերի կարիքը մենք ամեն մեկս ունենք, սիրելիներ, այնտեղ որտեղ մենակ ենք, այնտեղ որտեղ չորություն կա, տգարություն կա, թուլություն կա, հիվանդություն կա, մենք կարիք ունենք այդ ջրերին։ Երբ որ այդ ջրերը բխեն, երբ որ ավազանի ջրերը կշարժվեր, ով որ առաջինը կընկներ այդ ավազանի մեջ, բժշկություն կունենար։ Այսօր այդ ջրերը քո ներսն է, ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին կարող է բժշկել քեզ։ Մեր ներսը աղբյուրներ կա, սիրելիներ, բայց մենք այդ աղբյուրները փակում ենք։ Այդ աղբյուրները մոռացվում են, շատ անգամներ, եւ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու օծության, մենք կարիք ունենք Սուրբ Հոգի ջրերի հեղմանը, ամեն ժամանակ, ամեն տեղ։ Մեր խնդիրներից մեկը, որ այս հայտնությունը իմ կյանքի մեջ եկավ, մի փոքր զարմացա, երկու օր Երևանում էի եւ իմ բնավորությունը գիտենալով ընդեղա ջուրը, որ չեմ կարող խմել, ես Գյումրիից բալոնով ջուր էի տարել։ Գիտեք, ինչու համար եմ ես ջրի օրինակը բերում, որովհետև ջուրը կյանք է, սիրելիներ։ Մենք ամեն մեկս գիտենք, որ ջուրը կյանք է եւ մենք առանց ջրի չենք կարող ապրել։ Եթե ջուրը կյանք է մեր մարմնին, ապա Սուրբ Հոգու ջրերը կյանք են հավիդենական կյանքի համար։ Ինչու համար այդ ջրերին մենք մտածում ենք, փապագում ենք, գիտենք, որ ջուր չեղավ չեն կարող ապրել, բայց այդ նույն Սուրբ Հոգու ջրերը, որի կարիքը մենք ամեն օր, ամեն վայրկյան ունենք, որ մեր կյանքի մեջ շարժվի, մենք այդ ջրերին մոռանում ենք, այդ աղբյուրները շատ անգամներ փակվում են մեր ներսը։ Եվ ես ինձ այդ բիտոնով ջուր էի տարել, եւ այդ ջրերը լցնում էի համապատասխան շշի մեջ, դնում սառնարանը եւ մեխոսկով այդ ջրերից օգտվայինքան, միջև որ արդեն ջուրը պիտի վերջանար, մտածի, ահա շուտում պիտի երտանք տուն, երտանք Գյումրի, մենք պիտի երտանք հին աղբյուրին, մենք պիտի երտանք այնտեղը, որտեղ հին աղբյուրն է, իմ խոսքս սրա մասին է, սիրելիներ։ Գիտեք, մենք շատ անգամներ մենք մեզ լավ ենք զգում մեր եկեղեցում, մենք շատ լավ ենք զգում այն Սուրբ Հոգու ջրերի մեջ, ներկայության մեջ, որտեղ հավաքվում ենք ընդանուր։ Այդ ջրերը կան, մեր տունն են, ես հիշում էի, այ մեր տան սառնորակ ջուրը, նույնիսկ սառնարան չեմ տնում, այն աղբյուրը, որտեղից ես խմում եմ ու զովանում եմ, ես ուզում եմ դառնալ այնտեղ։
Բայց Սուրբ Հոգին մի բան ասեց։ Ասեց պատրաստ ես աղբյուր փորել այստեղ։ Գիտեք, մենք կարիք ունենք որտեղ որ գնանք, ոչ թե ջուրը տանենք, այլ այդ աղբյուրը մեր մեջը լինի։ Խոսքս հոգևորապես է, սիրելիներ։ Ես Գյումրիում աղբյուրներ ունեմ։ Ես այստեղ հարմարված եմ։ Երբ որ մի տարածքից դուրս պիտի գամ, ես կարիք ունիմ այնտեղ աղբյուր փորեմ։ Ես կարիք ունիմ աղբյուր փորեմ, դու կարիք ունիս աղբյուր փորես։ Դու կարիք ունիս Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունենաս եկեղեցում, ձեր տանը, այնտեղ, որտեղ դու ապրում ես, բնակվում ես, եւ այդ աղբյուրը քո ներսն է, սիրելիս։ Սուրբ Հոգով քո ներսն է, որ դու պիտի փորես ու հասնես։ Ես չգիտեմ մենք ամեն մեկս որտեղ ենք կանգնած։ Մի հատ աղբյուր ենք փորել ամբողջ կյանքի ընթացքում ու բավարարվել ենք, որ մի հատ աղբյուր ենք փորել, ամեն ժամանակ էլ այդ աղբյուրին ենք հասնում։ Հասանք լավ, չհասանք կխռովինք, բայց ամեն տեղ, ամեն ուր, երբ որ դու հասնում ես, դու կարիք ունիս Սուրբ Հոգու օծության, այն թարմ ջրերին, որ ոչ միտեղ չես գտնում, դու նայում ես, այս ինչը չորացած է, այնտեղ ոսկորներն են, կենտանություն չկա, բայց դու տեսնում ես, դու թարմ ես, դու տեսնում ես, դու լցված ես, դու տեսնում ես, դու օծված ես, դու տեսնում ես, դու զորացած ես, գիտես դրա պատճառը որն է, որովհետև քո ներսը հավիտենական կյանքի ջրեր կա, սիրելիներ։ Մեր շնորհքուրը մի հատ լավ սաղմոս կարդաց, եթե լսեցիք, առաջի սաղմոսն էր, ճիշտ է, գրածել են աղբյուրի կողմ տնկված ծառերը, այդ ջրերի կողմ տնկված ծառերը իրանք կանաչ էին, փարտամ էին, ժամանակին պտուղ էին տալիս։ Ես ուզում եմ, որ դու քեզ տեսնես այդ աղբյուրի մոտ, այդ աղբյուրը քո մեջ տեսնես, որ որտեղ էլ լինես, այդ աղբյուրը քեզի հագեցնի, այդ աղբյուրը քեզի հագեցնի, քո սովը հագեցնի, քեզ կյանք տա, որովհետև Աստծո խոսքն ասում է, որտեղ որ այդ ջրերը գնում էին, որ եկեղեցու տակից դուրս էր գալիս, սեմից դուրս էր գալիս, որտեղ որ գնում էր այդ ջրերը, ինչ էր տալիս, կյանք էր տալիս։ Չգիտեմ դու ուր ես գնում, որտեղ ես մտնելու, բայց ուր որ գնաս, որտեղ որ մտնես, եթե քո ներսը հավիտենական կյանքի ջուր կա, քո ներսը աղբյուր կա, դու մարդկանց թարմ ջուր կուտաս, դու մարդկանց օծություն կուտաս, դու մարդկանց հույս կուտաս, մխիթարություն կուտաս, որովհետև քո ներսը աղբյուր կա փորված, քո ներսը աղբյուր կա, հավիտենական կյանքի ջուր կա, որ կապ չունի դու որտեղ ես, դա բխում է քո մեջ։ Մենք շատ անգամներ ամբողջ կյանքի ընթացքում մի ջրոր ենք փորում ու չեն կարող շարժվել, այդ ապահովությունից մեր մետր էլ չեն կարող գնալ ենքով։ Շատերս հասել ենք միտեղ, մի հատ քարի ենք հանդիպել, տառապում ենք, այդ քարը հանում ենք, հույս ունենալով արդեն ջուրը պիտի փխե, այդ փոքր քարը քանենք, որ տակը մի հատ ավելի մեծ քար կա։ Ու մենք կոդրվում ենք, հուսահատվում ենք, հիասթափվում ենք, բայց Աստծո խոսքն ասում է, ով որ հավատա Հիսուս Քրիստոսին, իր կյանքից հավիտենական կյանքի ջրեր են բխելու։ Ինչ է հավիտենական կյանքի ջուր, թե հիասթափություն, տրդմություն, պատեր, անապատ, քարեր, փշեր, որոնք որ խանգարում են քեզ ջրորդ փորելուց։ Գիտեք, մենք ամեն մեկս ջանք ունենք, մենք ամեն մեկս վասկ ունենք, նպատակ ունենք ջուրը փորելու, ինչքան էլ դժվար լինի։ Գիտեք, կա մի մագարտակ, որտեղ Հիսուսը ուղղակի տալիս է ջրերը, հագեցնում է ամեն մեկիս, եւ գալիս ենք, լցվում ենք, բայց կա մի տեղ, որտեղ դու պիտի կանգնես, որտեղ դու գին պիտի վճարես, որտեղ դու պիտի փորես, ոչ միայն քեզ համար, այլ շատերի համար։ Դու պիտի փորես այդ ջրերը ունենալու համար, դու պիտի փորես քո ազգի ու քեզանից հետո այդ ջրերը ունենալու համար։ Գիտեք, Սամարացի կինը եկել էր որտեղ, Հակոբի ջրորի մոտ։ Մենք կնայենք հիմա հին ուխտ, մենք կգնանք ելից գիրք եւ կտեսնենք կյանքը ինչի մեջ էր, ջրերի մեջ էր։ Ամենաառաջի տեղը, որ մենք կարող ենք նայել Ղովտին ու Աբրահամին 13-րդ գլուխ, երբ որ նրանց հովիվների մեջ ջրի խնդիր ստեղծվեց, անասունները ջրելու խնդիր կար եւ նրանք իրարից ինչ եղան, բաժանվան։ Աբրահամը, քանի որ Աստծուն նվիրված մարդ էր ու Աստծո կամքը ամենաառաջինն էր նրա համար, ինքը Ղովտին հնարավորություն տվեց ընտրության։ Գիտեք, շատ կարևոր բան է։ Երբ որ մենք ենք ընտրողը, առաջինը լավ է, մենք ենք ուզում, մեր աչքի տեսածը ասում ենք, այ ինչի առաջինն ինձ չտվին, ես վերցնեի, որովհետև դու ուզում ես քո մարմնով բավարարվել։ Իսկ մարդ, որը կարող է վստահել Աստծուն, նույնիսկ անապատի մեջ հավատում է, որ ինքը կարող է ջրի խնդիր չունենալ։
Մենք շատ անգամներ նայում ենք Հորդանանի անջ ու ցախ կողմը, գայթակղությունը մեր առաջ ավելի բաց է, մենք ավելի շատ տեսնում ենք գայթակղությունը, քան հոր կամքը, եւ Ղովտը նայեց այդ ջրարպի տարածքները, կանաչտեղը եւ ասեց ես գնում եմ այստեղ։ Աբրահամն է նայեր, ուրիշ կողմ չկար, անապատի կողմը պիտի նայեր, ոչ թե ինքընտրեց, այլ ստիպված էր անապատ մտնելու, բայց Աբրահամը Աստծո հետ էր սիրելիներ, եւ Աբրահամը մտավ Աստծո հետ ուր անապատ, բայց Աբրահամը չտուժվավ, Աբրահամը ջրի խնդիր չունեցավ, ինքը նույն օրհնված մարդն էր, որովհետև ուր որ գնում էր երկու կարևոր գործողություն ուներ։ Ուր որ ուզում ես գնա աշխարհի որցայր ուզում ես գնա երկու կարևոր բան ուներ Աբրահամը իր մտքի իր նպատակի մեջ։ Ամենաառաջինը զոհասեղան էր շինում, որ Աստծուն գոհություն մատուցեր, որտեղ որ լիներ ինչ որ աներ։ Զոհասեղան շիներ եւ Աստծուն գոհություն մատուցեր։ Եվ երկրորդը ջրհոր փորեր։ Ոչ թե գնում էր ջրորը փորած էր ինքը ջուրը վերցնում էր, այլ ինքը ջրոր էր փորում։ Փորիչ ջրոր։ Մենք մի հատ մենք փորում կամ երկու հատ եւ ասում ենք մենք հոգնել ենք, մենք տեգարացել ենք, այլևս էլ էս գործը չեմ անի, այլևս էլ ջրի աղբյուր նոր չեմ փորի։ Աբրահամը ուր որ գնում էր, ջրի աղբյուր էր փորում, որովհետեւ ջուրը կյանքն էր, սիրելիներ։ Մեր օրգանիզմը եւ երկիր մոլորակը 75%-ը ջուրն է, սիրելիներ։ Եվ այն ջուրը, որի անհրաժեշտությունը մենք ունենք, տոկոսով եմ ասում, որ հասկանանք ինչքան կարևոր է ջուրը։ Տոկոսով եմ ասում, որ հասկանանք ինչքան կարևոր է Սուրբ Հոգու ջրերը, քո ներսը։ Ինչու համար քո միտքը պայծառ չէ, որովհետեւ Սուրբ Հոգու լույսն ու ջուրը չկա քո ներսդ։ Ինչու համար ենք մենք մտագնած, ինչու համար ենք մենք տխուր, ինչու համար չկա, որտեւ սահմանափակումները գալիս են, որտեղ որ չորություն կա։ Իսկ ջուրը որտեղ որ փխում է, սիրելիներ, ջրի համար սահմանափակություն չկա, ջուրը գտնում է իր ճանապարհը, ջուրը մի տեղից դուրս է գալիս, ջուրը փխում է, երբ որ դու ջուր ունես, քո ներսն է, դու չես կարող այդ ջուրը պահել, ինքը պիտի դուրս գա, ինքը պիտի ողողե, ինքը պիտի մաքրե, այդ ջուրը պիտի շարժվի, սիրելիներ, եւ մենք կարիք ունենք այդ ագունքները փխեցնենք, մենք կարիք ունենք այդ ջրորները փորենք, եւ մենք շատ հրաշալի Տեղ կարող ենք գնալ Ծննդոց գլուխ 26, Ծննդոց գիրք 26-րդ գլուխ 15 համարից մենք տեսնում ենք, որ Իսահակը գնում է իր հոր փորած ջրորը։ 15 համարի մեջ ասում է եւ իր հոր Աբրահամի օրերը իր հոր ծառաների փորած ջրորները փղշտացիները փագել էին, հող էին լցրել։ Եթե դու ունես ջուր, որը քո ներսն է, բացվել է, օգնել են, քեզ հետ փորել են, կառուցել են, եւ այդ ջրորից դու երկար ժամանակ չես օգտվել։ Ասում է եկավ իր հոր ջրորի մոտ եւ տեսա որ փղշտացիները, թշնամիները ջրորը ինչ էին արել, փագել էին։ Գիտեք այսօր ինչքան մարդիկ կան, որ կարող են քո Սուրբ Հոգու դեմը փագել։ Քեզ այնքան սխալ մտքեր տալ, որ ասես լավ է ջուրն ինձ ինչ պետք է, իմ հայտնությունն ինչ պետք է, կգնամ կվերցնեմ։ Գիտեք խոսքի նպատակը սա է, որ ամեն մեկից մղեն մեր սեփական ջրորին, որ մենք ամեն մեկս մեր ջուրը քաշողներ լինենք, ոչ թե թույլ տանք, որ թշնամիները մեր ագունքները փագեն, մեր օրհնությունը փագեն, մեր կյանքը փագեն, ջրորները լցնեն, թեև դա դու ժառանգել ես, բացեք այդ աղբյուրները, սիրելիներ, բացեք այն աղբյուրները, որոնք դուք ժառանգել եք, այն ջրորները, որոնց կողքից դուք անտարբեր անցել եք, թշնամիները լցրել են, քամիները լցրել են, արավիրքը, փոշին, եկել, լցվել է, ջուրը պղտորվել է, փագվել է, բաց այդ աղբյուրները, օգտագործիր, որ մաքրվի։ Գիտեք, մենք ունենք ծորակ, որը չենք օգտագործում։ Երբ որ դու մի քանի օր հետո բացես այդ ծորակից, միանգամից մաքուր ջուր չի գալիս, բայց երբ որ այդ ծորակը բացում ես, օգտագործում ես, այդ ջուրը ինչ է լինում, մաքրվում է, սիրելիներ։ Մենք կարիք ունենք այն աղբյուրները, այն ջրորները, որոնք փակվել են ինչ-ինչ պատճառներով, գնանք եւ բացենք։ Եւ Իսահակը բացեց այդ ջրորները։ Եվ բոլորը տեսան, որ Աբրահամի նման, հոր նման իր տերը նրա հետ էր եւ ինքը սեղան էր շինում եւ ջրոր էր փորում եւ ինքը օրհնված էր եւ Աստծո խոսքն ասում է 28-րդ գլխում, որ բոլորը տեսան, որ իրավ Աստված
Իսահակի հետ էր։ Ինչու համար, որովհետև իր ներսը ջուր կար, որովհետև ինքը ջուր հանող մարդ էր։ Ինքը ջուր հանող, կյանք տվող մարդ էր, եւ շարունակության մեջ մինչև 32-րդ խոսքը մենք տեսնում ենք, որ Իսահակը ոչ թե գնաց իր հոր ջրորի մոտ ու մենակ այդ ջրորը գնաց, ինքը նպատակ էր տվել իր մարդկանց, ասում էր գնացեք ջուր գտեք, 32 համարի մեջ ասում են նույն օրը Իսահակի ծառաները ետ տարան եւ ասեցին Տեր, մենք նորից ջրոր փորեցինք եւ նոր ջուր կտանք եւ նրա անունը Սաբեթ երեցին, որ մինչեւ այսօր Բերսաբեկ կոչվի։ Գիտեք, մեկ ջրորը կար, բայց գնացին երկրորդը կտան։ Երկրորդը կտան, գնացին երրորդը կտան։ Ուզում եմ, որ ամեն տեղ, ուր որ գնաս, քո ջրորը բացես, քո արվագը բացես, քո ջուրը բացես, թույլ տաս այդ ջուրը քո ներսիցդ հոսե, այդ ջուրը քո ներսիցդ բխե, մաքրե եւ ոչ մի դժվարության չնայես, որ փակվել է, այն մյուսը էս էր փակի, այն մյուսը այն էր դրե, այն մյուսը անուն էր կպցրե։ Գիտեք, մի նայեք անուններին։ Արդյոք դու կենտանի զորավոր հոգու հետ ամեն օր հաղորդակցություն ունես, որտեղ է ջրերը ավելանալու, որտեղից են այդ ջրերը բխելու քո ներսը, եթե ոչ այն, որ դու ամեն օր Սուրբ Հոգու հետ կենտանի հաղորդակցություն պիտի ունենաս, եւ նպատակ պիտի ունենաս, որ լեցվես այդ հոգով, հաղորդակցվես այդ հոգու հետ, որ քո ջրերը ինչ լինեն, բարձրանան։ Գիտեք, աշխարհի ջրերն ու Սուրբ Հոգու ջրերը իրար հակառակ են։ Աշխարհի ջրերը կռիվներ են ստեղծում, գայթակղություններ են բերում, բայց Սուրբ Հոգու ջրերը, սիրելիներ, խաղաղություն, հանդարտություն, քո ժամանակին քո պտուղը պիտի առնես։ Դու խաղաղ պիտի լինես, դու ապահով պիտի լինես, գիտես ինչու, որովհետև դու ջուր ունես, որովհետև քո ներսը տագնապ չկա։ Այսօր շատ հոգևորների հետ խոսում ես, այնպիսի մի հատ միտք են լսում ու այնպիսի տագնապի մեջ են, որ նայում ես դեմքին, ասում ես լավ, բա սրա հոգևորը որտեղ էր։ Բա որտեղ էր այն հոգևոր արժեքը, որ տարիներով կար, այսինքն Սուրբ Հոգու հանդարտ ջրերը բացակայում են, չկա, աշխարհի ջուրը այնքան շատ է, որ միանգամից տագնու վրա է անում, եւ այդ ալեկոծությունը սկսում է հավատքդ խալխլել։ Որտեղ են քո ջրերը։ Ինչու համար շատ անգամներ Սուրբ Հոգու ջրերն ու աշխարհի ջրերը խառնվում են, եւ այդ մաքուր ու զուլալ կյանք տվող ջրերը սկսում են զրոյանալ եւ աշխարհի ջրերը, ալիքներն ու տագնապները սկսում են բարձրանալ։ Գիտեք, մենք կարիք ունենք Սուրբ Հոգու նոր եւ թարմ ջրերի։ Մենք կարիք ունենք այն աղբյուրներին, որոնք մոռացվել են։ Մենք կարիք ունենք այն հաղորդակցությանը Սուրբ Հոգու, որը իրականում կենտանություն եւ կյանք է բերում։ Ես չգիտեմ քո ներսը ինչ կարիք կա։ Ես չգիտեմ այս խոսքը քո սրտի հետ ինչպես է խոսում, բայց ես հավատում եմ, երբ որ դու այսօր աղոթքի կանգնես Սուրբ Հոգին, թույլ տաս քո ներսի ջրերը բարձրացնի, իր հետ տարբեր բաներ, որոնք որ քեզի պետք է Սուրբ Հոգին գմաքրեք տանի։ Այն բաների կարիքները, որոնք դու ունես, ես չգիտեմ ինչ է, մխիթարություն, բժշկություն, օրհնություն, խաղաղություն, դռների բացվել, Սուրբ Հոգին կարող է իր ջրերով բացել եւ լցնել, կենտանացնել ու սրբել։ Մենք կարիք ունենք սրբության ջրերը թույլ տանք մեր կյանքերի մեջ բարձրանան։ Մեր ներսի այն փակ տեղերը, որտեղ ոչ մեկ չի հասնում, բայց ներսի ջրերը կարող են բարձրանալ եւ ողողել, դու կարող ես օրհնվել եւ շարունակել գնալ առաջ։ Իսահակը երբ որ տեղից տեղ էր գնում, կապ չունի ուր գնար, ինքը փորում էր ջրհորներ։ 26-րդ գլուխը ամբողջությամբ խոսում է Իսահակի օրհնությունների մասին եւ ջրհորներ փորելու մասին, որ Իսահակը սկսում էր ջրհորներ փորել։ Եվ ամեն մի ջրհոր, որ փորում էր Իսահակը, ամեն մեկը իր անունը ուներ։ 3 կարևոր ջրհոր փորեց եւ մեկի անունը Էսեկ էր, որ փորել էին, հետո կռիվ առաջացավ հովիվների մեջ։ Եվ Իսահակը այդ ջրորի անունը կռվի ջրոր էր դրել, փոխեց, ուրիշ տեղ եկավ, ուրիշ ջրոր փորեց, Սիդնա, որը նորից էլի կռվի պատճառ հանդիսացավ եւ թշնամության ջրոր էր նշանակում, եւ երրորդ ջրորը, որ Իսահակը փորեց, Ռաբովթ, որ նշանակում է ընտարծակվել, տարածքից դուրս գալ։ Գիտեք, իրականում, երբ որ մենք մեկը փորում ենք, թշնամիները գալիս են, կռիվ է ստեղծում։ Մենք միջև վեր կանգնում ենք դրա կողքին, ասում ենք, չէ, իմս է, ես եմ փորել, իմս մնա։ Իսահակը թողեց գնաց, այն մյուսը փորեց,
եւ իրականում դա պատճառ հանդիսացավ, որ ինքը ընդարձակվեց։ Մենք այսօր մի ջրորի շուրջ բոլոր ենք պտտվում, պաշտպանում ենք այդ ջրորը, բայց Աստված ուզում է նոր ջրորներ փորենք։ Նոր ջրորներ փորեք ձեզ համար, նոր ժամանակների մեջ։ Նոր ջրորներ փորեք, որովհետև նոր կյանքի մարդահրավերներին Սուրբ Հոգու նոր հայտնության կարիքը դու ունես։ Այն ինչ որ դու ունես, քոնն է, հին է, շատ լավ է, պահիր, բայց դու նոր գինի կարիք ունես։ Սեղանապետին երբ որ բերեցին, ասեց, «Էս ինչ էր, այս վերջի գինին ուրիշ էր»։ Գիտեք, դա նոր ջուրն էր։ Դա Սուրբ Հոգու նոր հայտնությունն էր, դա Սուրբ Հոգու նոր օծությունն է։ Մենք գիտենք Սուրբ գրքի մեջ ջուրը Սուրբ Հոգու խորհուրդն է։ Մենք այսօր Սուրբ Հոգու նոր հայտնության եւ առաջնորդության կարիք ունենք, սիրելիներ։ Մենք այսօր հորեր փորելու կարիք ունենք, որ որտեղ էլ չորություն լինի, այդտեղ ջուր կա եւ կյանք կա, սիրելիներ։ Վերջի ջրորը ռոբով տփորեց, ընդարձակում էր նշանակում։ Գիտեք, Էփորես հատվածը կարտացի ես 3 ջրորը փորեցի, ջրորի ընթացքին անցա, ասեցի ընդարձակվեց, բարգավաճեց, օրհնվեց, բավարար է, ասեցի ինձ թվում է Իսահակն է բավարարված կլինի, որ այս կանով լինի, բայց իրականում շարունակության մեջ է, որ կարդում ենք, տեսնում ենք, որ Իսահակը չի բավարարվում, ինքը նորից Սուրբ Հոգու ջրերին գնում է, եւ 32-րդ համարի մեջ նորից մենք տեսնում ենք, որ այդ 3 ջրորներից հետո նրա հովիվները, երբ որ գնում են տարբեր տեղեր, տեսնում ենք, որ նրանք նորից ջուր են փորում, նրանք նորից ջուր են հանում, եւ Սուրբ Հոգու ջրերը բոլոր ժամանակների մեջ սկսում է բխել եւ գալ։ Եթե մենք շարունակենք Ծննդոց գիրքը, սիրելիներ, 29-րդ գլուխ, եթե տեղափոխվենք, մենք կհասնենք միտեղ, որ Իսահակի սերունդը Հակոբը գնում է Ռաքելին հանդիպելու, մենք տեսնում ենք, որ այդ հանդիպման տեղը այդ ջրի աղբյուրի մոտ էր, եւ իրականում որտեղ որ կյանքն է, նույնիսկ կենտանական աշխարհում է այդպես է, գիշադիչն ու զոհն միևնույն է այդ ջրի մոտն են հանդիպում։ Այսինքն, որ քեզ թվում է, թե ջուրը ինչ կաբողողակ է, նույնիսկ ամեն բանի մեջ առանց ջրի հնարավոր չէ, սիրելիներ, եւ Հակոբը գնում էր եւ հանդիպում էր Ռաքելին ջրորի մոտ, մի հետաքրքիր հոգեվոր դրվագ կա այստեղ, կուզենամ սրա վրա անդրադառնալ, ասում է Հակոբը, երբ որ տեսավ Ռաքելին ու այն ոչխարներին, որ բերել էր, ջրորը կար, բայց ասում է, Աստծո խոսքն ասում է, ջրորի վրա մի մեծ քար կար դրած։ Ուզում եմ, որ այս հայտնությունը կյանքիդ մեջ բան փոխի։ Դու ջրոր փագող ես, թե ջրոր բացող։ Գիտես, կարող է դու դրված լինես մեկի կողքը, որը ջրոր ունի, բայց ինչ որ պատրվագով այդ ջրորի վրա փագ է, մի բան ենք է, մի ծանր քար, մի վիշտ, մի դժվարություն, մի բեռ, եւ այդ ագունքը չի բխում, եւ այդ կյանքը չի բխում։ Ուզում եմ, որ այսօր Հակոբ լինես։ Ուզում եմ, որ ներաշխարհիդ մեջ Հակոբ լինես, ինչ լինես, չհանձնվես, պատերազմես, պայքարես, Հակոբ լինես եւ մարդկանց ջրորների բերան բացող լինես, որ այդ ոչխարներին կենտանացնե, ջուր տա, եւ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգու կամքը, Սուրբ Հոգու ուրախությունը հենց սա է, երբ որ մենք մեկս մյուսից օգնում ենք, որ մեր ներսի աղբյուրները ինչ լինեն, բացվեն։ Սուրբ Հոգու աղբյուրը, երբ որ մարդու մեջ բացվում է, սիրելիս, ինքը հոգևորապես նայում է դեպի վերև, սկսում է դեպի հոգևորապես աճ գնալ։ Ինչու համար, որովհետև Սուրբ Հոգու աղբյուրը նրա կյանքի մեջ ինչ է լինում, բացվում է։ Ես չգիտեմ, մի մեղք ենք այդ ջրորի վրա, մի հագարագություն, մի կռիվ, մի բեռ, մի բան, որը փագել է քո ներսի ջուրը, որը փագել է քո ջրորի աղբյուրը, որը փագել է քո ջրի գալու ծորագը։ Ուզում եմ, որ այսօր տեսնես Հակոբին քո կողքը, գտնես այն Հակոբին, գտնես այն մեկին, ով պատրաստ է օգնե քեզի, որպեսզի քո ներսի աղբյուրը բացվի։ Այն աղբյուրը, որը գիտես կա,
Եվ դու ամեն անգամ գնում ես, այդ աղբյուրին հասնում ես, բայց նայում ես քար կա վրան դրած։ Ինչ է այդ քարի անունը քեզ համար։ Այսօր այդ քարը վերցրա։ Եվ Աստծո կենտանությունն ու ջրերը թող այսօր փխեն քո կյանքի մեջ։ Թող փխեն այսօր իմ կյանքի մեջ, որովհետև այն Սուրբ Հոգու ջրերը, որոնց կարիքը մենք ամեն մեկս ունենք, թեև մենք շատ անգամներ շատ բաներ չենք էլ գիտակցում, որ դրա կարիքն ունենք, բայց իրականում ունենք։ Գիտեք, հայտնությունը երբ է գալիս, երբ որ Սուրբ Հոգու ջրերը բարձր են քո ներսը։ Երբ որ այդ ջրերին դու չես փակփակում, երբ որ այդ ջրերը քո ներսը չկա, քո միտքդ խավար է։ Ասում ես ո՞րն է պատճառը, որ ինքը միշտ թարմ բաներ ունի, ինչ մտքեր ունի, գիտեք, այդ թարմությունը Սուրբ Հոգին է բերում։ Սուրբ Հոգու ջուրն է գալիս, Սուրբ Հոգու օծությունն է գալիս, որ այդ մարդը զորություն ունի, թարմություն ունի։ Հետը խոսում ես, ասում ես Տեր Հիսուս, ինչ օրհնված մարդ է, ինչ լցված մարդ է, կյանքի խոսքեր կա, հավիտենական կյանքի խոսքեր կա մեջը։ Գիտեք, մեր ներսը երկու տեսակի ջուր ունենք։ Որ աղբյուրից ես խմում այսօր ավելի շատ, որ աղբյուրն է բաց քեզ համար, աշխարհի ջուրը, որը մահ է, թե Սուրբ Հոգու ջուրը, որը կյանք է հավիտենական։ Գիտեք, մեր ներսը երկու աղբյուրն էլ կան։ Այսօր դու որ աղբյուրի բերանն ես բացում, որինն ես փակում։ Այսօր եթե հնարավորություն ունենաս, որ աղբյուրի բերանը կբացես եւ որը կփակես քեզ համար, ավելին ասեմ, մեր աշխարհիկ ջրերի բերանը փակել չէ։ Դրա համար էլ անընդհատ մեր միջից աշխարհիկ ջրերը միշտ բխում են։ Բայց Սուրբ Հոգու ջրերը երբեմն են բխում, մեկ են բխում, կիսատ են բխում, որովհետև մենք այն ջրորի բերանը կարիք ունենք փակենք սիրելիներ։ Երբ որ մենք գտնենք մեկին, ով կօգնի մեզ մեր հոգևոր ջրերը խորացնելու եւ ջուրը ունենալու, մենք երբեք էլ չենք փակի այդ հավիտենական կյանքի ջրերը, որովհետև դրանք կյանք են եւ օրհնություն մեզ համար եւ ռակելների համար, շատերի համար։ Գիտեք, մենք շատ անգամներ մտածում ենք, որ ջուրը մենակ մեր անձնական, մեր համար է, բայց իրականում այն մարդիկ, ովքեր զորավորներ են, ես տեսել եմ մարդկանց, ովքեր այնքան ջրորներ ունեն, շատ ջրորներ ունեն, երբ մոտենում ես առադորեն ջրում է քեզ, ու մի բան էլ քեզ ասում է, ուզում ես կամ կողքդ քո ջրորը փորեմ։ Մենք ասում ենք հա, բայց մենք կեսից թողնում գնում ենք։ Այդ մարդը չարճարվում է, որ մեզ համար ջրոր փորի։ Մենք կեսից թողել գնացել ենք, հետո վերադառնում ենք, ասում ենք հոյ Վաշոտ, այն ջրորի հարցը ինչ եղավ, որ հոյ Վաշոտը մինչև այդտեղ է։ Ինքը համառ է։ Ինքը մինչև այդ ջուրը չքաշի, ինքը չի գնա։ Ես ուզում եմ, որ քո ջրորները, որոնք կիսատ են փորված, որոնք փակված են, այսօր բացես։ Այսօր գտնես մարդիկ, որոնք հագոպներ, որոնք քեզի կօգնեն, որ դու բացես այդ ջրերը։ Այն տնտեսությունը, որը քեզ հանձնված է, ջրես, առադորեն ջուր տաս։ Գիտեք, շատ նման օրինակներ կա, չեմ ուզում ուրիշ ոլորտի վրա գնամ ես ջրերու, ուղտերին ջրելու, ոչխարներին, բայց ուզում եմ, որ քո ներսը այնքան հնազանդություն ու համառություն լինի, որ քո Սուրբ Հոգու աղբյուրը, որը քո ներսը դրած է, միշտ փորած ու մաքուր պահես։ Այդ աղբյուրը միշտ քեզի համար այնքան այսպես պարզ ու հասանելի լինի, որ դու իրականում, երբ որ դժվարության, խնդրի, խնդրի, չորության, անապատի մեջ եղնես, փապագով վազես, ընկնես այդ ջրերին, խմես այդ ջրերը, կշտանաս, ասես փառք քեզ Հիսուս ջան, այն կենտանի ջրերի համար, որ դու ուզում ես, որ մենք ունենանք։ Ուզում եմ գնանք նոր գդագարան Սամարացի կնոջ եւ Հիսուսի հանդիպմանը 2-3 խոսք կարտամ 4-րդ գլուխ 13-րդ համարից Հիսուսը Սամարացի կնոջ հետ հանդիպման ժամանակ մի քանի բաներ հարցրեց։ Ուզում եմ ուղղակի այս ջրերի խոսքերին նայենք եւ թույլ տանք, որ իրականում մեր ներսից սիրելիներ շատ անգամներ ոչ թե մարդկային ու աշխարհիկ ջրեր բխեն, այլ հավիտենական կյանքի ջրերը բխեն։ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց. ամեն ով որ այս ջրից խմե, նորից պիտի ծառավի։ Գիտեք, այն ծորագից եկած ջուրը, որը ամեն օր մենք կխմենք, հետներս է տարել ենք, խմենք միևնույն է, նորից պիտի ծառավինք։ Ինչպես որ ես, ինչպես որ դուք։ Հիսուսը խոսում է մի ջրի մասին, որը հավիտենական է։ Ասում է, բայց
ով որ խմե այն ջրից, որ ես պիտի տամ, հավիդյան չի ծարավի։ Գիտեք, ջուր տվողը ես չեմ, ջուր տվողը Հիսուսն է։ Ես ուզում եմ, որ այսօր Հիսուսի հետ հանդիպման ժամանակ այն ջրորը, որը դու մարդկային ջուրն ես բխում ու մարդկային ջրոր ես փորե քեզ իմար ջրավազան ես փորե, որոշներին ես դաժե ջրափոս է շատ անգամներ, մենք եք ուրախանանք, որ մեջն է ջուր կա, մեկ քիչ որ դժվարություն կեղնի արևն եք զարգե, տեսնիք որ տեղուղագի փոս է, ջուր չկա, որտեվ գոլոշացը գնացել է, բայց երբ որ դու ջրհոր ունիս, խորություն ունիս, հոգևոր խորություն ունիս, քո արմատներդ միշտ թարմ են, քո տերևդ միշտ թարմ է, քո պդուղը ժամանակին կուտաս։ Սուրբ Հոգու հետ հանդիպման ժամանակ, երբ որ Հիսուսի հետ հանդիպման ժամանակ դու խնդրես իրանից ջուրը, հավիդյան չես սարավի։ Ջուր, որը երբ որ բխեց, քեզի կյանք կտա։ Գսե այն ջուրը, որ ես քեզ պիտի տամ, պիտի լինի, որ քո ներսիդ ջրի աղբյուր պիտի լինի, որ հավիդենական կյանքի համար պիտի բխե։ Գիտեք, ես ամեն խոսակցությունից հետո Սամարացի կինը մի հատ բառ է ասում, էլ ոչինչ չի ասում, ասում է տուր ինձ։ Գիտեք, մենք այսօր 1000 պատճառ ու 1000 հետևանք ենք նայում, ամեն օր ծանրուտ հետև ենք անում։ Կինը էլ չնայեց ոչ մի բանի, ասեց ինձ կդաս այդ ջրից, ես ուզում եմ այդ ջրից, ես ուզում եմ այդ ջրից, ես ուզում եմ այն թարմ ջրից, որ բխե իմ մեջ, ես ուզում եմ այն օծության ջրից, որը բժշկություն է բերում իմ մեջ, ես ուզում եմ այն ջրից, որը Սուրբ Հոգու աղբյուրից է, ոչ թե աշխարհի աղբյուրից, եւ Հիսուսը ասում է, եթե ուզես, ես քեզ կդամ։ Հիսուսը տոնի վերջի օրը կանգնել էր եւ ասում էր, եկեք եւ վերցրեք։ Եկեք եւ վերցրեք, ծրի առեք։ Մենք այսօր շատերս չենք մոտենում, որովհետեւ ամեն մեկս ինչ որ բանով զբաղված ենք, աշխարհի մեջ զբաղվածություն ունենք, խեղդված ենք։ Այդ Սուրբ Հոգու ջրերը մեզի համար կարևոր չէ, մենք առօրյա հոգսեր ունենք, Հիսուս ջան։ Գիտեք, մենք ուզում ենք կյանքը, բայց մենք կյանքին մոտ չենք գնում։ Մենք ուզում ենք օրհնությունը, բայց օրհնության դիմաց չենք կարող կանգնել։ Մենք ուզում ենք օծությունը, բայց այդ օծության հետ բացարձակ հաղորդակցություն չունենք։ Մենք ուզում ենք հոգևոր մեծ բաներ, բայց Սուրբ Հոգու հետ նույնիսկ ամեն օր կապ չունենք։ Առավոտը վեր ենք կենում մեր կամքով, մեր ուզածածով, նույնիսկ մի հատ բարի լույս չենք կարող ասել, բարի լույս Սուրբ Հոգի։ Այն աղբյուրը, որը քո ներսն է, որը կարիք ունես մաքրես ու սրբես, մեր աղբյուրներն աղտոտված են, մեր աղբյուրները չեն բխում, մեր աղբյուրների մոտ նույնիսկ ջուր հանելու բան չկա, ուղագի դադարք է մեր ձեռքերը, եթե մենք նայենք, այս կինը նույն շատ ուժեղ հայտնություններ կա, ասում է Հիսուսին, դու ինչպես պիտի ջուր հանես։ Գիտեք, մենք շատ անգամներ Հիսուսին հանդիպենք, բայց չենք հասկանում, որ Հիսուսից բան ունենք վերցնելու։ Մինչև որ Հիսուսը գիտության խոսքով ամեն բան մատակարարեց այս կնոջը։ Չեմ ուզում սրան նայենք, ուզում եմ, որ այս կնոջ արձագանքին նայենք, ասես տուր ինձ այդ ջուրը, այսօր պատրաստ ես ասես տուր ինձ այդ ջուրը, երբ որ դու ասես տուր ինձ այդ ջուրը, Հիսուսը քեզի այդ ջրից կուտա, որ երբեք չես սարավի, որը հավիտենական կյանքի ջրերն են։ Երկու համար կարդամ եւ աղոթենք Հայտնության գրքից։ Գիտեք, երբ որ մենք Հիսուսին հանդիպում ենք, Հիսուսը մեզ ամեն ժամանակ առաջնորդում է դեպի այս հավիտենական կյանքի ջրերին, որովհետև մենք առանց այդ ջրի չենք կարող ապրել, սիրելիներ։ Առանց Սուրբ Հոգու թարմության ու այդ ջրերի մենք չենք կարող ապրել։ Հայտնություն 7:17 եւ Հայտնություն 21:6 երկու համարն էլ խոսում է Սուրբ Հոգու ջրերին առաջնորդելու մասին։ 7:17 այսպես է ասում. որովհետև ահա գառնուկը, որ աթոռին մեջ է, պիտի հովվե նրանց եւ դեպի կենտանի ջրի աղբյուրները պիտի առաջնորդե նրանց եւ Աստծո Աստված բոլոր արցունքները պիտի սրբե նրանց աչքերից։ Ես ուզում եմ, որ սրբության հոգին, այն կենտանի հոգին, այն ջրերը, որոնք որ դու մոտենում ես խմելու քո կյանքիդ չորությունների ու դժվարությունների մեջ, որ լաց, տառապանք, դժվարություն, արգելքներ ու պատնեշներ ես ունեցել, թույլ տաս այսօր այդ ջրերը խմելով կյանքը գա քո ներսդ ու թույլ տաս Սուրբ Հոգին
քո արցունքները սրբե։ Ոչ թե որևէ մի ծառա, այլ Աստված ինքը ասում է ես առաջնորդում եմ իմ ժողովրդին դեպի կենթանի աղբյուրները եւ սրբում նրանց արցունքները։ Ինչքան լացեր ու խնդիրներ ես ունեցել, որ ոչ մեկ չգիտի ու քո ներսը կուտակված է։ Քո ներսի աղաղակը մինչև այսօր կա։ Թույլ տուր այսօր Սուրբ Հոգին սրբե քո արցունքներդ ու թար մոծությունը քո չորությունների, քո դժվարությունների վրա բերե։ Հայտնություն 21:6 Նաև ասավ ինձ. ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Ես ծարավին ջրի պիտի տամ կենաց ջրի աղբյուրից։ Կյանքի աղբյուրը, կյանքի ջրի աղբյուրը, որ դրված է եւ կա։ Աստված այսօր ուզում է քեզ տա։ Աստված ուզում է, որ դու այսօր այդ ջրի աղբյուրից խմես, որ չծարավես, խմես, որ հավիտենական կյանք ունենաս, խմես, որ կյանք եւ ավելին ունենաս, որովհետեւ Սուրբ Հոգու ջրերը փոխում են մեր կյանքը։ Այն ջրերը, որոնք մեր կյանքերի մեջ կանգնել են, հին ջրեր են եւ չեն հոսում, նրանք հոդել են արդեն, նեղվել են, ջուր է, բայց նեղված է սիրելիս։ Թույլ տվեք Սուրբ Հոգու ջուրը, Սուրբ Հոգու վդակը հոսի այսօր ձեր ներսը, հոսի ամեն մեկիս կյանքի մեջ, մեր ներաշխարհի մեջ եւ կյանքը իր լիությունով բերի ամեն մեկիս կյանքի մեջ։ Եկեք կանգնենք Աստծո առաջ աղոթքի համար։